այդ որ ես ձեզ սիրո համար իմ քանի դուք մեղավոր եք, մեղավորության մեջ եք, ես այդ բոլոր մեղքերը վերցնում եմ իմ որդու վրա եմ դնում։ Ես ձեզ ազատում եմ մեղքի ծանր լուծից եւ ձեզ շնորհում եմ կյանքի ճանապարհ հավատքի միջոցով ընդունեք իմ որդուն։ Այսպես է գրած։ Անոր Աստծո չի հավատալ, չես հավատում ասում։ Ուրան ստախոս են դες սուտ ես վիճկած։ Ստախոսը ցան նրան, որովհետև չի հավատում Աստված իր որդուն զոհեց, որտեղ մարդիկ չեն դժվար բան հավատալ։ Ասեն, այս մարդը ես ինչին տուն տվեց, այս մարդը ես ինչին փրկեց, Աստված ոչ մարդկանը փրկեց ամենաթանկ գինը վճարելով, այդ գինը իր որդուն էր, բոլոր մարդիկ մեղավոր են և հիմա էլ մեղավոր են, և մեղքը արգելք է մարդուն մտնի հավիտենական կյանք, Աստված մեղքի համար զոհեց իր որդին, ամեն ով որ հավատա Աստծո որդուն, Աստծուն մեղքի թողոջուց, որտեղ գրված է, Աստված մեզ արդարացնելու ճանապարհով փրկեց, Պետրոս Սարաքյանն ասում է, Աստված այս պատվական հավատքը որ շնորհեց մեզի, մի ճանապարհով Աստծո և իր որդու շնորհիվ արեց։ Եվ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ։ Եվ այս կյանքը անոր որդու մեջ է։ Հավիտենական կյանքը դա հավերժ հավիտյանից հավիտենից ապրելը չի։ Դրա մեջ դա անիմաստ է, ապա Աստծո որդինի մեջ ունի անսպար կյանք, որ բնությունը նայում ենք ուրախանում ենք։ Աստծո որդին իր մեջ ունի մի կյանք, որ այդ կյանքը ավելի բարդ է, քան տեսարժանվայրերը, քան տիեզերքի բոլոր գեղեցկությամբ, Աստծո որդին ինքն է ճոխությունը կյանքի, ինքն է կյանքի ուրախությունը, անոր որդին ընդունած է կյանք ունի, և անոր Աստծո որդուն ընդունած չէ, կյանք չունի, կյանք չի նշանակում երկար ապրեց, կարճ ապրեց, դա մարդը հարուստ է, մարդը փորեկուշտ է, մարդը տուն է, դրանք սուտի մոտի բան են, բոլոր մարդիկ էլ ունեն կարողանում են ձեռք բերել։ Ունես դու Աստծո բնությունը մեջ ես, սա է կյանքը։ Եթե քո մեջ աստվածային բնություն չկա, Աստծո հատկություն, Աստծո որակները չկա, երկար ես ապրել, ինքես ընդունել, իմաստորն է։ Երկար ապրելու մեջ չի կյանքը։ Ունես մեջ ես Աստծո բնությունը, որն է բնությունը, Աստծո որդին ունի մի բնություն, որը կարում էր տանել մեղավորին, ապրեցնել մեղավորին, կորսվածին, նրանք կոչեցին մաքսավորների և մեղավորների բարեկամ։ Եթե դու այս մարդկանց մարդ չես համարում, Աստված այդ մարդ չհամարած մարդուն գնում է ճամփի է բերում, կյանքի է բերում, իրար նստում հետ է ձերեցում, հարազատանում, չի մեղադրում, չի պահանջում, ապա շնորհք է տալիս, ինչպես արևը բոլորին։ Եվ անոր որդին ընդունած է, կյանք ունի, և անոր Աստծո որդուն ընդունած չէ, կյանք չունի, ասին գոյատներում է, բայց միշտ մեռած մարդա մեջ է կյանք չկա։ Ոսոր մերելին, մերել է, բայց կյանք չկա մեջ է, իրանից բացակայում է կյանքից, կյանք Աստծո բնություն է, հավոտ կանենք, Հովհաննես Ակնոն ասել դու բդի աղոթես, Հովհաննեսին ասեց, դու աղոթ կարան, դու աղոթ կարան, մեր այսօր շնորհակալության օրամեզ, շնորհակալություն ենք հայր, դու մեզ ամբողջ տարին հայրություն ես արել, մենք են անառակ որդու պես ենք ենք քեզի եղացրել ենք, քեզի լավ բան չենք կարևորացել, քեզի Տեր ուզենք որ սրտան շնորհակալություն, այո ամեն բարի ոչ թե սյանի տանի համար ասում, այլ սրտան շնորհակալ ենք ամեն մեկիս համար հոգեստանում որ զավակներ դաստիարակես, ինչպես մենք ենք ուզում, որ մեր զավակները մեր սրտի ուզածի պես լինեն, քեզի հաճելի լինեն, այնքան դու ես ուզում, որ մենք քեզի հաճելի լինենք։ Շնորհակալ ենք, որ ամեն մեկից պահել ես, մեր զավակներին այս տարի պահել ես։ Այո, Տեր, այո, Տեր։ Հիվանդություններից, ցավերից, ցարվածներից, ամեն Տեր։ Այնքան բաներ կա շեշտելու, հայր չգիտենք, որ մեկը նշենք, որ մեկը ասենք, բայց սրտի մեր խորի շնորհակալություն ենք հայտնում քեզ։ Մասնավոր ծնողներիս համար շնորհակալ եմ այս տարի։ Այո, Տեր։ Դժվարությունների մեջով անցան եւ այո, Տեր, այո, Տեր, այո, Տեր, այո, Տեր,
անունը կտրվածքին, այո Տեր, բարի ծնողներ, այո Տեր, Հիսուս ջան, Շերամամայի Հիսուս ջան, այո Տեր, այո Տեր, այո Տեր, Հիսուս, ամեն Տեր, ամեն Տեր, Վերազգը բարեկամը մեր հարազատները լուսավորությունը Հայաստանի մեջ բոլորս են մեր սրտի խորքում այո Տեր, այո Տեր, բարիքները որ մեզ տվել ես ոչ մեկից լավը չենք ով Աստված որ վայելում ենք ու մեր ողջունները սրտանց գոհություն քեզ ամեն ինչի մեջ խոսքս ասում է թե ինչ գործ որ անեք թե ուտեք թե խմեք ամեն բան Տիրոջը բարքի ու անունի համար ամեն ամեն